Բարև բոլորին, ձեզ հետ Արթինե Կարապետյան եւ մեր մասնագիտություններ Richard վերազինում հաղորդման շրջանակներում այսօր մենք ունենք շատ հետաքրքիր հանդիպում, ինչպես միշտ ոնց որ անդրադառնում ենք տարբեր մասնագիտությունների եւ այսօր մեզ մոտ մենք փորձելու ենք զրուցել դիրիժոր մասնագիտության մասին փորձելու ենք հասկանալ ինչ է այդ մասնագիտությունը իրենից ներկայացնում, ինչ ճանապարհ է պետք անցնել, որպեսզի դառնալ դիրիժոր եւ ինչպիսի խոչընդոտներ կան այս ճանապարհում, ինչպիսի հմտություններ եւ գիտելիքներ է պետք ձեռք բերել, մի խոսքով այն ամենը, ինչ որ մենք սովորաբար արտացում ենք մեր եթերների ժամանակ այս մասնագիտության շրջանակներում Ուզում եմ ողջունել բոլորին եւ ճշտել արդյոք ես լսվում եմ թե ոչ, սկսելուց առաջ եւ անհամբեր սպասում եմ ձեր մեկնաբանություններին, որպեսզի տեսնեմ ես լսվում եմ թե ոչ։ Միաժամանակ ուզում եմ ասել, որ ինչպես եւ անցած եթերաշրջանում, այս եթերաշրջանի ժամանակ մենք ունենալու ենք 14 հանդիպում, որոնցից արդեն մի քանիսը արել ենք եւ եւս փորձելու ենք անդրադառնալ տարբեր մասնագիտությունների եւ հասկանալ այդ մասնագիտությունները ինչ են իրենց մեջ ներառում, ինչպիսի, այսպես ասած, մութ կողմեր ունեն եւ ինչպիսի լավ կողմեր ունեն, հա։ Լսվում եմ արդյոք ես ժողովուրդ, խնդրում եմ գրել կոմենտներում, որպեսզի ես տեղյակ լինեմ։ Անհամբեր սպասում եմ ձեր մեկնաբանություններին։ Փաստորեն, կարծես թե ոչ ոք չի պատասխանում, դա նշանակում է, որ ես ոնց որ կամ չեմ լսվում, կամ չեք ուզում ինձ ասեք, որ ես լսվում եմ։ Այո, շնորհակալություն Մերի ջան, փաստորեն ես լսվում եմ։ Ուրեմն, ուզում եմ մեծ սենց հավեսով, հա, եկեք այդ բառը օգտագործեմ, կանչեմ ինձ մոտ տաղավար Նատալի Գալստյանին, որին որ փոքրուց ճանաչում եմ, մենք միասին նույն դպրոցն են գնացել, Նատալիի քույրը եղել է իմ դասարանից Եվ ինչպես ասում են, միևնույն դասարանից ենք, այդ նշանակում է միևնույն արժեքների մեջ ենք եւ միևնույն ոնց որ սկզբունքային ինչ-որ կետեր ունենք, սկզբունքներ մեր հայրենիքի նկատմամբ, մեր տարբեր մասնագիտությունների նկատմամբ, մարդկային որակների նկատմամբ, ինչն է ճիշտ, ինչն է սխալ, այդ ամենի ոնց որ նկատմամբ եւ Այդ պատճառով երևի շատ ուրախ եմ, որ Նատալին համաձայնվել է այսօր գալ եւ հրավիրում եմ իրեն ինձ մոտ։ Ողջույն, սիրելի Արփի ջան, ողջույն սիրելի հայեր, մտածում եմ հայերեն է մեր զրույցը եւ մեզ դիտողները մեր սիրելի հայերն են Ես ճիշտն ասած կուզենայի ճշտել եւ ընդհանուր առմամբ հասկանալ ով է մեր ունկնդիրը եւ ակնդիրը, ոնց հասկանում եմ ընդհանուր այսօրվա զրույցը պիտի նպատակային լինի բոլոր այն երիտասարդների համար, ովքեր դեռևս չեն կողմնորոշվել կամ կողմնորոշվել են եւ ուզում են մանրամասնություններ իմանալ դիրիժորական արվեստի կամ երաժշտի ճանապարհի մասին, հա, այդպես եմ հասկանում Շատ ոնց որ ճիշտ ես հասկանում Նատալի ջան, որտեվ իրականում մի տեսակ sense հետաքրքիր բան է մեզ մոտ ստացվել, որ մենք սկսեցինք սկզբից երիտասարդների համար, այսինքն ուսանողների համար էր մեր եթերները, բայց քանի որ գնալով ոնց որ sense տարածվեցինք, այսինքն մեզ մոտ եղան խմբեր, մենք մասնագիտական կողմնորոշման մեջ Cascade People and Business-ը Zoom-ի ծրագրի շրջանակներում շատ բաներ ենք անում եւ մեր տարիքային խմբերը ոնց որ 14-ից 15, 16-ից 17 եւ 18+ եւ երբեմն նույնիսկ լինում են 40+ ոնց որ ունկնդիրներ, որոնք ուզում են ինչ-որ բան փոխել իրենց կյանքում, որոնք ուզում են ինչ-որ նոր դուռ բացեն իրենց ուրիշ մասնագիտության մեջ կամ սկսեն նոր մասնագիտություն սովորել, ոնց որ sense տարբերը Բայց քանի որ մենք նաև ունենք արցախցի երեխաներ, որոնք որ մեզ հետ ինչ-որ ճանապարհ են անցել, որպես կանոն իրանք էլ են մեզ հետևում եւ իրենց տարիքային խումբը 14, 15, 16, 17 է։ Դրա համար շատ բազմազան է, պատրաստ եղիր դրան եւ այդ շրջանակներում ոնց որ փորձենք զրուցել, հա, մի փոքր։ Սիրով
Արդեն այն փաստը, եթե ընտրել ես երաժշտի մասնագիտությունը, արդեն պիտի շատ ողջունելի է ինձ համար, որ ամենամեծ երջանկությունը ինձ համար փոքրուց կապված է երաժշտության հետ, այսինքն ես մանկուց երբ հիշում եմ իմ ամենաերանելի, ամենագեղեցիկ պահերը իմ կյանքում թերևս կապված են երաժշտության հետ վաղ մանկությունից երևի։ Այնպես որ երջանիկ եք, եթե ընտրել եք այս ճանապարհը։ Ես կարող ալինել այնպիսի որոնք դեռևս այս ճանապարհը չեն ընտրել, բայց ոնց որ մեր զրույցի արդյունքում որոշեն, որ այս ճանապարհն են ընտրում եւ կտրուկ փոխեն իրենց մասնագիտական կողմնորոշումը, որովհետեւ շատ են լինում դեպքեր, երբ որ ասենք, չգիտեմ, ծնողները ասում են ինչ մասնագիտություն է, երաժշտություն, այլ գնա քո 7 տարին ավարտի կամ գնա քո, չգիտեմ, կողքից ոնց որ սովորի, իսկ երեխան երազում է գնալ այդ ճանապարհով եւ ոնց որ sense տարբեր ազդեցությունների ներքո փոխում է իր մտահորիզոնը, փոխում է իր ոնց որ նպատակները եւ գնում է շատ մոդայի որ այլ մասնագիտությունների հետևից, որը որ նշանակում է, որ ինքը իր երազանքը չի գտնում, հա, դրա համար ոնց որ բանով եմ, հա, ռակուրսով եմ ուզում ոնց որ դիտարկենք այս ճանապարհը, բայց սկսելուց առաջ, նախ եւ առաջ ես ուզում եմ մի փոքր ոնց որ էքսկուրս անենք դեպի Նատալի Գալստյան, հասկանանք Նատալի Գալստյան, ոնց որ ես հասկանում եմ, որ պետք չի քեզ ներկայացնել, ոնց որ հայ ազգը ոնց որ քեզ ճանաչում է, բայց ամեն դեպքում կուզենամ, որ մի փոքր սենց անդրադարձ կատարենք քո անցած ճանապարհի, մի փոքր ոնց որ ինչ ես արել, ոնց ես արել, ինչի ես արել, ոնց է դա ստացվել, հա, մի փոքր սենց էքսկուրս անենք քո կենսագրության մեջ եւ այն ճանապարհի մեջ, որը որ դու անցել ես, հա, քո կյանքում։ Ինձ ամենամտերիմ մարդիկ նույնիսկ տենց կատակով ասում են հիմա ինչ ես սովորում, որովհետև երբ այդ ճանապարհը վեր եմ լուծում, փաստորեն 22 տարի միայն ես ուսանել եմ, սովորում ես, որպեսզի այդ իրավունքը ստանաս, ամենայն դեպս իմ վերաբերմունքը այդպիսին է, առավելապես արդեն երբ օպերային դիրիժորության մասնագիտության մասին էր խոսքը, անպայման պիտի ունենաս այդ բազան, այդ պարտադիր կերպով, 22 տարի, սկսած 7-ամյա կրթությունը որպես դաշնակահար, այնուհետև տեսաբան երաժշտագետ, ուսումնարանում, հետո զուգահեռ որպես խորմեյստեր խմբավարություն, ասպիրանտուրա եւ հետո միայն ես այդպես ասեմ իսկապես համարձակվեցի օպերային սիմֆոնիկ դիրիժորության արվեստին մոտենալ, գիտեք, այսպիսի վերաբերմունք ունեմ, որ եւ ինչքան դիրիժորներ ինձ համար շատ ոչ միայն անվանի, այլ հարազատ իրենց աշխարհայացքով եւ ստեղծագործական կյանքով միշտ համարում ես, որ նույնիսկ այս ճանապարհին չես հասել այս մասնագիտության մեջ, որովհետև մեկ-մեկ նույնիսկ մխիթարում եմ ինձ, որ այ միշտ աճելու եւ ավելի սովորելու տեղ ունես, եւ ինձ դա միայն ուրախացնում է, նույնիսկ այդպիսի դիրիժոր կար 90 տարեկանում, երբ Վիտորիո Գուին, որ ասել է, ես նոր հասկանում եմ, թե ինչ բան է դիրիժորությունը, 90 տարեկանում միայն, միգուցե մխիթարանք է ինձ համար, որ չգիտեմ, եւ ինձ բերել է դեպի դիրիժորությունը ոչ այնքան այդ կոնկրետ ցանկությունը, որ ես ուզում եմ դիրիժոր լինել եւ երաժիշտների հետ այդ ղեկավարելու, հա, ինչպես ընդունված է ասել, այլ փոքրուց սիրել եմ համախմբել մարդկանց, սիրել եմ, եթե ինչ-որ գեղեցիկ երաժշտություն լսում եմ, անպայման ուզում եմ, որ կողքինս էլ լսի, կողքինս էլ երգի ինձ հետ միասին եւ այդ համախմբելու, չգիտեմ, ձիրքը միգուցե ինձ բերել է դեպի այս արվեստը։ Ուրեմն
Ճիշտն ասած, երբ հենց սկզբից զրուցում էինք հեռախոսով, Արփի ջան, ասեցի, որ պատմեմ ինձ մասին, այնքան հակված չեմ այդ ճանապարհը մանրամասնությամբ պատմելու, որովհետև գտնում եմ, որ ավելի շատ իմ մասին կխոսի երաժշտությունը եւ մի քիչ նույնիսկ տարօրինակ է, որ խոսքով պիտի փորձեմ միգուցե ներշնչել, ոգեշնչել մարդկանց, որ ավելի երաժշտություն ինձ թվում է, հենց արվեստով պիտի դա անես։ Եվ այդ պատճառով խնդրեցի, որ միգուցե հետագայում ինչ որ ձայնագրություններ, տեսագրություններ նայեմ, որպեսզի ավելի պարզ լինի, որտեղ երաժշտության մասին խոսել առհասարակ մի քիչ ինձ համար տարօրինակ է։ Երաժշտությունը պետք է լսես, էլի, ոչ թե խոսած դրա մասին։ Հա, դա հենց այն լեզուն է, որով ես իմ շփումն է, իմ կապն է եւ շատ հարցերում ես եկել եմ այն փաստին, այն համոզմանը, որ ինձ համար լավագույն ընկեր է երաժշտությունը, ինձ համար հավատամք կրոն, չգիտեմ ինչ ասեմ, երաժշտությունն է եւ այդ կապը մարդու հետ ստեղծելու շատ ավելի հեշտությամբ ինձ մոտ ստացվում է երաժշտության օգնությամբ, քան հաճախ այդ խոսքերը այնքան իսկական են, ոչ իսկական են։ Այսինքն կարելի է իրար հետ ուղղակի ինչ-որ մի բան երգել եւ դու այդ ներդաշնակությունը, այդ կապը մարդու հետ կարողանաս հաստատել, զգալ։ Իսկ ինչի դիրիժորությունը երբեմն որ հարցնում են ինչ է այս արվեստը, հենց ես կարծում եմ, որ այդ ներշնչանքն է եւ այդ հոգու կապն է, որ բացի իհարկե տեխնիկայից եւ շատ գիտելիքներից, որ պիտի տիրապետես, պարտավոր ես տիրապետելու, ունենալու այդ գիտելիքները, բայց ամենահզոր եւ կախարդական, այսպես ասեմ, միջոցն է, որ կարողանում ես գործիքի, ձայնի, երաժշտության միջոցով լրիվ տիեզերք զգալ, ստեղծել։ Հասկանալի է։ Նատալի ջան, մի բան ասեմ, էլի, նախ ուզում եմ ասեմ, որ մեր ոնց որ ֆորմատը զրույցի իհարկե չի ենթադրում, որ մենք կարող ենք սկսել ոնց որ բոլոր տեսահոլովակները ու այն ամեն ինչ որ ես իրական կյանքում, բայց մենք մեր մեկնաբանություններում, կոմենտներում ոնց որ ունենք լինքեր եւ հիմա մեր աղջիկները ոնց որ մեծ հաճույքով այդ լինքերը դնում են եւ ուզում եմ ասեմ որ մեր ունկնդիրները կարող են այցելել, սխմել այդ լինքերը եւ ոնց որ հերթով նայել այն տեսագրությունները, որոնք որ մենք ցավոք սրտի ուղիղ եթերում չեն կարող ցույց տալ, ուղղակի ֆորմատի պատճառով եւ ես իրոք ոնց որ երեկվանից մտածում եմ, ախր ոնց ես կարող եմ Նատալիի հետ խոսամ եւ ցույց չտամ այն ինչ որ ինքը անում է։ Մանավանդ որ ես ինքս հետևում եմ, մանավանդ որ սենց եւ պատերազմական շրջանում եւ միջև այդ ոնց որ շատ ոգևորիչ էր այն ամենը ինչ որ դու անում էիր եւ բազում երիտասարդներ եւ ընդհանրապես մենք բոլորս սենց ոնց որ ուղիղ եթերում խոստովանեմ էլ եթե կարելի է ոնց որ ստանում էինք այն ուժը, այն ձիրքը եւ այն հայրենասիրության ոնց որ երանգները, որի կարիքը մենք շատ ունեինք, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ։ Այդ ոնց որ իմ կողմից բայց ոնց որ անդրադառնալով չմոռանալով ինչի համար ենք հավաքվել, ուզում եմ ոնց որ ընդհանրապես մի հատ sense հարց տամ, էլի։ Ասենք ես ոչ երաժիշտ մարդ լինելով, երաժշտությունից իմ մոտ ասենք իմ երաժշտական կրթությունը ավարտվել է գիտարի դասընթացներով, որ մի քանի ակորդ սովորել եմ, ասենք չգիտեմ, Հախվերդյան եմ երգել, Վիսոցկի եմ երգել ու դրանով ավարտվել է, հա, իմ ամբողջ երաժշտական կրթությունը, ինչի համար ոնց որ ներողություն եմ խնդրում, որովհետև ես ոնց որ այդ ոլորտի մարդ չեմ,
Բայց ուզում եմ մի փոքր ոնց որ sense փակագծեր բացենք, ինչ է դիրիժորը որպես մասնագիտություն, հա? Ինչի մասին է դիրիժորը որպես մասնագիտություն եւ հասկանալով կողքից, հա, ինչա տեղի ունենում, շատ բաներ, ոնց որ կողքից որ նայում ես, իրականում դա եւ լիդերություն է, իրականում դա եւ պրոցեսների կառավարում է, հա, ես հիմա բիզնես տեսանկյունից եմ, հա, նայում։ Ուզում եմ մի փոքր փակագծեր բացենք, իրականում ասենք դիրիժորը որպես մասնագետ, ինչ արժեհամակարգ պետք է ունենա, ինչպիսին ինքը պետք է լինի, որպեսզի կարողանա անել այն, ինչ որ անում ես դու։ Արփի ջան, հիմա այն ամենը ինչ որ ես կթվեմ, անկեղծ լինեմ, չի ենթադրում է, որ այդ բոլոր հատկությունները ես օժտված եմ բոլոր հատկություններով, ամենայն դեպս ես ձգտում եմ դրան եւ միշտ պիտի ձգտեմ։ Սա ամենա շշմելու մասնագիտությունն է, որովհետեւ ինչպես շատ գեղեցիկ արտահայտվել է Գուստավ Մալերը, պարտիտուրի մեջ որտեղ գրված են բոլոր գործիքների պարտիաները, թե ով ինչ պիտի նվագի, կա ամեն ինչ, կա ամբողջ ինֆորմացիան թղթի վրա, բացի մի բանից, բացի երաժշտությունից։ Եվ ոչ միայն դիրիժորը, առհասարակ կատարողը, լինի դաշնակահար, ով նվագում է, ասենք, Բեթհովենի սոնատները կամ կապ չունի ջութակահարը, ով Բախ է նվագում եւ անպայման այսպես եմ ես գտնում, որ դառնում է համահեղինակ, թույլ տամ ինձ այդպիսի բան ասել, որովհետև այդ արթնացնելու համար այս նոտաները, որոնք թղթին են տրված, թաքնված է ոչ միայն նոտային հնչյունների այդ տեքստային, թաքնված է հավերժություն, որ դու պիտի կարողանաս արթնացնել այդ նոտաների մեջ եղած։ Եվ առաջին հերթին ինքդ կարողանաս մտնել այդ կոնտակտի, այդ աշխարհի, այդ զգալ, իմանալ, առաջին հերթին շատ լավ իմանալ այդ նյութը եւ հետո համարձակվել, ուրեմն փոխանցել երաժիշտներին, շատ կարեւոր է այդ ներշնչանքի եւ ոգեշնչել, որպեսզի քեզ հավատան։ Իսկ դա հավատացեք հեշտ խնդիր չի, երբ 20, 30, 50, 150 հոգի քո առաջ են եւ դու պարտավոր ես այդ հավատը ներշնչել եւ եթե դու ինքդ այդ երաժշտության հետ չես, երբևէ չես կարող խաբել եւ երբեք չես ունկնդրին խաբի, այսինքն շատ հաճախ հրաշալի տեխնիկայով օժտված դիրիժորներ կանգնում են, լավ գիտեն տեքստը, բայց ոնց որ ասում են, այդ ալիքի մեջ չեն մտել կոմպոզիտորի եւ կարծես թե լսում ես ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ ճշգրիտ է, բայց որևէ բան չի փոխանցվում քեզ եւ երևի թե հենց այդ կախարդությունը այդտեղ է կատարվում։ Ես շատ սիրում եմ բոլոր այն նյութերը, բոլոր այն ստեղծագործությունները, որոնք պիտի աշխատեն, որոնք պիտի կատարվեն, անպայման նաև կոմպոզիտորի այդ պերիոդը, որ երբ գրել է իր բոլոր զգացողություններով, պատմությունը, շատ սիրում եմ ամեն նոտայի մեջ այնց պրպտել, երբեմն դա հասնում է, չգիտեմ, գուցե ինձ մեղադրել, որ մանրակրկիտ սիրում եմ սենց, բայց այդ բոլոր դետալներից կազմվում է ամբողջությունը։ Ինչ է դիրիժորությունը, իհարկե անպայման կարծում եմ, որ պիտի այդ արվեստին բացի աուֆտակտի, հա, ինչպես դիրիժորները շատ բացատրում են, աուֆտակտի արվեստ է, այսինքն նախատակտի, դու պիտի լսես, նախքան դա այդ հնչյունը ֆիզիկապես կհնչեցնես, քո մեջ, քո ներքին լսողության մեջ արդեն ինքը պիտի հնչի, այսինքն իմանաս, թե դու ինչ ես փոխանցելու եւ կատարվում է այդպիսի այդ ռեզոնանսը, հա, քո այն ինչ որ հաղորդում ես եւ հետո հնչեց եւ փոխանցվեց ունկնդրին։ Ուրեմն շատ
երաշտասերներ, ովքեր հաճախում են համերգների, բայց երբևէ չեն եղել նվագախմբային փորձերին, իրենց համար իհարկե հասկանալի է հարցեր ծագում են, թե ի վերջո ինչ է, սա շատ տարբեր է այն ինչ դուք տեսնում եք արդեն վերջնական արդյունքում բեմից, երբ բեմահարթակից լսում եք երաժշտությունը եւ այն հետաքրքիր աշխարհը եւ շփումը, ինչ կատարվում է փորձի ընթացքում, շատ հարցեր իրականում լուծվում են հենց այդ ժամանակ։ Այդ ինչ ես խորհուրդ կտամ, ուղղակի եթե ցանկացած բան, ոչ երաժշտության մասին է միայն խոսքը, եթե դու ունես այդ գերագույն հաճույքը եւ բերկրանքը, այն ինչ որ անում ես, անպայման ստացվելու է, ես կարծում եմ, որովհետեւ ես հիշում եմ, այ հետաքրքիր կլինի մասնավորապես քեզ Արփի ջան, որտեվ Իրանի մտերիմ ընկերուհին ես, հիշում եմ մեր առաջին փոքրիկ վեճը, այսպես երբ ես պիտի ընդունվեի եւ այնքան հաճույքով էի պարապում այդ խնդիրները, որ պիտի լուծես կամ թեկուզ երաժշտական գրականությունը կամ պարապում եմ այն տարիներին, էլ մութ տարիներին մոմերը միացնում է եւ սից հաճույքով ինչ որ ասեց, բայց քո մասնագիտությունը հոբի է, այսինքն դու այնքան հաճույքով ես այդ ամեն ինչը անում, սա հոբի է եւ հիշում եմ, որ այդ ժամանակ ինձ շատ դա խոցեց, իսկ հիմա հասկանում եմ, որ դա իրականում երջանկություն է, եթե դու անում ես մի բան, որ քեզ մոտ ստացվում է հեշտ, իհարկե այնպես չի, որ ջանքեր չես գործադրում, գիշերները չես քնում, պարապում ես, բայց այդ ամեն ինչից դու հաճույք ես զգում։ Այնպես ինչպես հիմա իմ փոքր որդին ֆիզիկա է սովորում։ Ես նույն հաճույքով ֆիզիկա չեմ սովորել փոքր հասակում։ Հիմա ինքը հաճույք է ստանում այդ խնդիրները լուծելուց։ Եվ եթե դուք դա զգում եք, ուրեմն հաստատ գնացեք առաջ։ Շատ կոնկրետ երևի չեմ պատասխանում։ Շատ լավ պատասխաներ, Նատա ջան, որտեղ իրականում ոնց որ սենց կարակ քսեցիր, հա, հոգուց վրա, որտեղ իսկապես, եթե դու հաճույք ես ստանում նրանից ինչ որ անում ես, ապա անպայման ստացվի, ես դա միշտ ասում եմ իմ բոլոր ուսանողներին, իմ բոլոր խմբերին, որոնց հետ աշխատում եմ, որ ամենակարևոր բանը մարդու համար դա իր մոտիվացիան է, հա։ Եթե դու մի բան ուզում ես, դու միշտ այնց մարդկային էակ այնպիսի պոտենցիալ ունի, որ ինքը ամեն ինչ կարող է անի այս կյանքում։ Կարևորը որ ինքը ուզենա դա անել, հա, եթե ինքը դա ուզում է անել, իր մոտ անպայման կստացվի եւ կապ չունեն հակումները, կապ չունեն ինչ ենք մենք փոքր ժամանակ սովորել, մաթեմից ուժեղ ենք եղել, թե ուժեղ չենք եղել, ֆիզիկան սիրել ենք, թե չենք սիրել, ինչ որ պահից մենք կարող ենք իրեն սիրենք եւ նույնը երաժշտական աշխարհի մասին, ես միշտ ոնց որ կարծում եմ, որ երեխային պետք է տալ բոլոր հնարավորությունները, որ ինքը շատ բան փորձի այս կյանքում, որպեսզի շատ լավ կողմնորոշվի ինչ է իրան պետք ընդհանրապես, հա։ Ինչը որ մենք չենք անում շատերս, դա այդ պատճառով էլ հետո ասում ենք երեխաներն ու վայ մեծացավ, հետաքրքրություն չունի, ոչ մի բանի մեջ չի հետաքրքրում, բայց ինչի՞ չի հետաքրքրում, որովհետև մենք այդ հնարավորությունը իրան չենք տվել։ Կհամաձայնվես երևի իմ հետ։ Հիմա ուզում եմ, հա, այստեղ ինչ որ հարց ունենք, ուզում եմ ասեմ, որ լավ հնարավորություն է Նատալիին հարցեր տալու, եղեք ակտիվ, մի եղեք պասիվ, գնացեք մասիվ, հարցեր տվեք եւ ոնց որ հարց կա, որը որ ես ուզում եմ քեզ ուղղել, ինչ տարիքից պետք է սկսվի եւ ինչ process-ներով պետք է անցնի մարդը, որ դառնա դիրիժոր, այ ինչ որ sense բաներ։ Ուղիղ հարց է։ Հա, դե կարծեմ մեր զրույցի հենց սկզբում ես ասեցի, որ դիրիժոր դառնալու համար ես ինքս երբեմն անկեղծ եմ ասում, երբ դիմում են ինձ մայստրո դիմում են, ես դեռևս չեմ գտնում, որ այդ վարպետի կոչումը ես ունեմ, որովհետև միշտ այդ ձգտելու եւ աճելու չափը ինձ համար շատ բարձր է, այսինքն, բայց որպես սկիզբ ավելի սենց տեխնիկապես խոսամ, որտեղ շատ եմ երևի վերացական
պիտի անպայման ունենաս որոշակի երաժշտական բազային, հա, այսպես ասեմ, գիտելիքներ, այսինքն չես կարողանում միջապես ընդունվել օպերային սիմֆոնիկ դիրիժորության բաժին, չունենալով նախնական, պիտի ավարտած լինես կամ ջութակահար լինես, կոմպոզիտոր կամ ինչպես ես խմբավար, այսինքն ինչ որ մի հիմք անպայման պիտի լինի։ Ինձ դրդել է, այսպես ասեմ, ես չեմ երազել դառնալ դիրիժոր։ Այդ հոսքը կյանքի, այսպես ասեմ, հավատը իմ ուսուցիչների, ինձ համար շատ կարևոր կարծիքների, այդ թվում Էդվարդ Միրզոյանի եւ մյուս ովքեր տեսել են եւ հավատացել են, որ դու կարող ես եւ պետք է շարունակես, եւ շատ ուղղորդող այդպիսի արտահայտություն էր ինձ համար Էդվարդ Միրզոյանի, երբ ասեց, երբ քեզ հավատում են եւ երաժիշտները ունեն այդ պահանջը, որ դու իրենց հետ աշխատես, քո անձը արդեն պիտի դնես մի կողմ, այսինքն դու դառնում ես, պիտի ծառայես իրենց։ Եվ դիրիժորությունը ինձ համար ղեկավարել չի համենայն դեպս մարդկանց։ Դու երաժշտություն ես տանում քո մեջ, լիքն ես այդ երաժշտությամբ եւ փոխանցում ես։ Եվ մեկն ես, ով տիրապետում այդ մատերիալը, նյութը, երաժշտական նյութը, ով պիտի կարողանա ուղղորդել, թե որ գործիքը ինչ բալանսի մեջ, ինչ հարաբերության մեջ այդ ներդաշնակ հնչողությունը, ամբողջական հնչողությունը կարողանա իմի բերել։ Միշտ մարդիկ միգուցե եւ խուսափում են, տենց ժպիտով են հարցնում, բայց որ դիրիժոր չլինի, էլի կնվագեն, իհարկե կնվագեն, եւ բոլոր նվագախմբերում պարտադիր կերպով կա կոնցերտմայստերը եւ ամեն խմբի կոնցերտմայստերները, ովքեր պատասխանատու են տվյալ խմբի ամբողջական հնչողությանը, բայց այսպիսի համոզմունք ունեմ, որ հատկապես եթե նույն կոնցերտմայստերը նվագում է եւ ինքը նաեւ լսում է ինքն իրեն եւ իր խումբը, եթե իհարկե տիրապետում ես բոլոր գործիքների մանրամասնությամբ ոնց որ դիրիժորը պետք է դա անի, ապա իհարկե, բայց փաստորեն դա ստացվում է նույն դիրիժորությունը եւ ասեցի նոր, որ ամեն ինչ հիմնականում տեղի է ունենում փորձի ժամանակ, այսինքն այդ ամբողջ պայմանավորվածությունը փորձերի ժամանակ պիտի լուծվի, բայց իրական կախարդությունը տեղի է ունենում արդեն կատարման ժամանակ, որը իրոք ոչ մի բանի հետ չես համեմատի եւ ոչ մի արվեստի տեսակի հետ չես համեմատի, երբեմն մտածում եմ գուցե թատրոնն է, որտեղ դուբլ չկա, այսինքն դա ոչ գեղանկարչություն է, որտեղ ինքը ստեղծագործողը նաև կատարողն է, դա ոչ քանդակագործություն է, ոչ ճարտարապետություն է, այսինքն այդ պահին տեղի է ունենում կախարդություն, նորից կրկնում եմ, եթե դա իհարկե ձայնագրություն չի եւ ինքը ավարտվում է եւ ինքը օդի մեջ ցնդում է եւ մնում է այն ամենակարևոր աշխարհը, որը քեզ լցնում է եւ երբեք չի կորչում, այսինքն ես մեկ-մեկ ասում եմ, որ շատ հետաքրքիր մասնագիտություն է ինչով, որ քեզնից ոչ մեկ դա չի կարող վերցնել, այսինքն քո մեջ է դա հնչում, ներքին լսողության մեջ եւ արդեն այդ երաժշտությունը դու տանում ես քո մեջը։ Նորից թեմայից շահվեցի երևի։ Թե ինչ պիտի, դե հիմա այն ինչ որ խոսում եմ, կարծում եմ, որ դիրիժորը եթե այդ ամենը չկա, որտեղ այնքան ուսանողներ մեկ-մեկ մոտենում են, ասում են, ես ուզում եմ ինձնից հավես է, որ կանգնում եք ու այսքան հոգու, ասում ես, բայց հոգու չեմ ղեկավարում։
Բայց այդ կոնտեքստում մի բան ասեմ, որ դա Ռիկարդո Մուտին է ասել, որ ինչի է համարվում ամենաբարդ մասնագիտությունը, այսպես ասենք, որովհետև միակ մասնագիտությունն է, որ միաժամանակ բազմաթիվ մարդկանցից ոչ թե երաժշտություն պիտի ստանաս, ոչ թե վերցնես, այլ ստանաս, ուշադիր, այլ հոգի պիտի կարողանաս ստանալ։ Մարդիկ կարող է արտակարգ նվագեն, արտակարգ տվյալներ ունենան, հրաշալի տեխնիկա ունենան, բայց չկարողանան այդ փոխանցել հոգին եւ դու չկարողանաս դա լսել։ Եվ թերևս ամենաֆանտաստիկ պահերից է իմ կյանքում, երբ միաժամանակ 20-30 հոգի, 40 եւ ավել, դա ավելի շատ երևի կամերային կազմերում է, այդպես զգացել եմ ամենայն դեպս, երբ դուք միասին շնչում եք, դա ուղղակի աննկարագրելի զգացողություն է։ Եվ ավելի հզոր երևույթ ինձ համար ամենայն դեպս չկա, երբ միաժամանակ սիրում են բոլորը այսպես։ Այդ հոգևոր կապն է ստեղծվում։ Ես լուրջ պրոբլեմ ունեմ, որովհետև ամեն հաջորդ մասնագետ ինձ ոնց որ սենց բան անում, վարակում, ես ասում, ինչի ես չգնացի այս ուղղությամբ, ես լուրջ խնդիր ունեմ, որովհետև կարծես թե իմ մասնագիտական կողմնորոշման մեջ սենց վաղուց արդեն կողմնորոշվել եմ, բայց միաժամանակ սենց ոնց որ փորձում եմ զուգահեռ սենց ինչ-որ կյանքեր ապրել, ասում եթե ես գնայի երաժշտությունը, ինչ ձևի ես կլինեի, հիմա ոնց որ ինձ վարակեցիր ու ես սենց ինչ-որ ապրումների մեջ եմ, որովհետև այն ոգևորվածությունը ու այն, բայց մի բան ասեմ, էլի այդ ոնց որ ռոմանտիկ վիճակները շատ լավ է, բայց ես շատ լավ նաև հասկանում եմ, որ ինքը միայն դա չի, այսինքն որպեսզի դու կարողանաս իսկապես այդ քանակի մարդկանց ղեկավարես, այդ միասին շնչելու իրավիճակը ապահովես, դու պետքա բավականին ուժեղ մարդ լինես ու բավականին լուրջ ղեկավարման հմտություններ ունենաս։ Այն մի հատ սենց էդ էլ շոշափենք, էլի Նատալի ջան։ Մենք հետաքրքիր է, խոսքիդ կեսը չլսեցի, բայց զգացի ինչ ես ասում, կորավ կապը։ Կրկնեմ, ասում եմ, պետքա բավականին ուժեղ մարդ լինես եւ պետքա կարողանաս իսկապես սենց ոնց որ բան լինես։ Ամենից պիտի լինես, որ դիրիժոր լինես, չէ։ Կամ գոնե տղամարդ աղջիկ լինես։ Ինչպես ասում էին ինձ իմ սիրելի գյումրեցի գոլեգաները, Գոհար սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի տղամարդը, գիտեք, ավելի տենց ավանդական բաներով չասում, բայց մեր մայստրան տղամարդ աղջիկ է։ Իհարկե այդ կամայնությունը պիտի ունենաս, բայց ես չգիտեմ, դա արդյոք ինչքան դպրոց, այսպես ասեմ, այդքան մոտեցումներ կան տարբեր, այսինքն եթե ես ընդունեմ, որ իրականում Տոսկանինի դպրոցը շատ հզոր եւ իրապես, բայց ինձ համար դեսպոտիկ միգուցե շատ կոպիտ է հնչում, բայց ասում են, որ մի քիչ դեսպոտ պիտի լինես, ավելի պիտի ունենաս այդ խստությունը, դե այնպես չի, որ խիստ չեմ, բայց իմ սկզբունքը չի թելադրել որևէ ասպարեզում, լինի դա ընտանիքում երեխաների հետ, լինի դպրոցում, որտեղ աշխատել եմ փոքրերի հետ, եւ երբ որ քո առաջ պրոֆեսիոնալ երաժիշտներ են, թելադրելը մոտեցումը, ով նույնիսկ պոդիում չէր սիրում օգտագործել, այսինքն իրեն համարում էր ուղղակի որպես օգնող,
Այսինքն մեկն էր, ով օգնում էր երաժիշտներին իրար իմի բերել այդ process-ը։ Իհարկե պիտի այդ բնավորությունը նաև ինքդ քո մեջ էլ դաստիարակես ավելի պահանջկոտությունը, որտեղ այդ դիսցիպլին անպայման պիտի լինի, բայց այնտեղ որտեղ չի շնչում երաժիշտը, որտեղ ազատ չի, այ գտա ճիշտ բառը, որովհետև երաժշտությունը առաջին հերթին ինձ համար ամենամեծ ազատությունն է եւ երաժշտին ինչ որ բաների մեջ դնելը արդեն հակառակ է այդ բնությանը, այսինքն հնարավորություն տալ իրեն ազատ շնչելու, այդ ձիրքը պիտի փորձել անել, եթե դու եկար այդ թելադրողի եւ բանի ատահելը նաեւ այդպես երբեմն հասկացել եմ, որ դա ես չեմ, այդպես։ Ուրեմն մենք երկու հարց ունենք, առաջին հարցը կարծես թե ոնց որ կապ ունի քո պատասխանի հետ, ուղղակի կհարցնեմ ունես բան ավելացնելու թե չէ, որտեղ խոսքը գնում է ոչ թե գիտելիքների, այլ հմտությունների մասին, հա, ինչ հմտություններ պետք է ունենա դիրիժորը։ Խոսքը գնում է այն բանի մասին, այ ոնց որ ասեցիր, չգիտեմ, պետք է տղամարդ կնի, պետք է ժամկետային ինչ որ sense ոնց որ ժամանակի կառավարման հմտություններ ունենա եւ այլն, էլ ինչ հմտություններ պետք է ունենա Նատա ջան։ Ուրեմն սա դիրիժորությունը այն մասնագիտությունն է, որ միաժամանակ պատկերացրեք աշխատում է առաջին հերթին սուր լսողական քո ընդ որում նախորոք լսելու եւ այսինքն այդ փոխանցումը, հա, ոնց է տեղի ունենում, այսինքն քեզ հետ է գալիս այդ հնչյունը, ինչ որ դու եւ զուգահեռ պիտի կարողանաս անընդհատ գտնվել ավելի շուտ, քան իրենք են, այսինքն դու լսում ես ավելի շուտ, քան հնչեց այդ երաժշտությունը եւ գնահատելով թե ինչ հնչեց, համապատասխան ժեստը կարողանաս փոխակերպել, այսինքն եթե փոքրիկ ժեստով դու զգում ես, որ քո ուզած, ասենք թե պիանոն չի, պիտի զուգահեռ կարողանաս այդ կենտրոնացումը աշխատում է, եթե դու աշխատում ես պարտիտուրի հետ, տեսողական, լսողական, այսինքն մենտալ քո մտածում ես անընդհատ ինչը ինչից հետո ոնց, հա, պիտի դասավորես եւ շատ կարևոր էմոցիոնալ իհարկե աշխարհդ է աշխատում եւ իհարկե ֆիզիկական, որ անընդհատ գտնվում ես, այսինքն ամեն ինչ միաժամանակ դու պիտի այդ եւ հմտությունը, որ փորձը քեզ բերում է նրան, որ այդ ամեն ինչի բալանսը նախ եւ առաջ քո մեջ պիտի կարողանաս սովորել։ Ինչ շատ տարօրինակ բան է տեղի ունենում, երբ դու ավարտում ես օպերային սիմֆոնիկ դիրիժորության ֆակուլտետը շատ կոնսերվատորիաներում, այդ թվում մեր Երևանի պետական կոնսերվատորիայում, ուրեմն ի տարբերություն խմբավարության, որ շատ ինձ համար կարևոր է եւ շատ լավ է այդ փորձառությունը, որ ունենում ես, երբ դու խմբավարություն ես սովորում, դու հնարավորություն ես ստանում ուսանողական երգչախմբի հետ աշխատել, այսինքն այդ նյութը, որ դու սովորում ես տեխնիկապես, նաև օգտագործում ես պրակտիկորեն, պրակտիկայով երաժիշտների հետ, ինչը չի տեղի ունենում սիմֆոնիկ դիրիժորի մասնագիտության տիրապետելու ժամանակ, երբ դու անցնում ես գործիքագիտություն, տարբեր առարկաներ, այդ թվում մասնագիտական, որ նյութը պարտիտուրը ղեկավարում ես երկու դաշնամուրով,
Այսինքն ամբողջ այդ սպեկտրը պատկերացրեք, այդ բոլոր գործիքները փոխանցված են երկու դաշնամուրին եւ դու տեխնիկապես ուրեմն այդ նյութը ղեկավարում ես։ Եթե շանս ես ունենում, ինչպես ես ունեցա, իմ մեծ երջանկություն եւ բախտը բերեց, որ իմ շատ սիրելի Արամ Ղարաբեկյանը, իմ ուսուցիչը ինձ այդ առիթը տվեց, վստահեց Երևանի պետական կամերային նվագախումբը, որ կանգնում ես օրկեստրի առաջ եւ մի հատ ուրիշ մի բան է կատարվում, այսինքն այն ինչ որ քեզ թվում էր որ դու գիտես, եթե դու այս ժեստով քեզ թվում է որ ցույց ես տալի եւ ամեն ինչ շատ լավ է, այդ հմտությունը դառնում է լրիվ ուրիշ բան, երբ դու կանգնում ես նվագախմբի առաջ։ Ընդ որում նաև կապ ունի որ նվագախմբի առաջ եւ ինչպիսին է կոնտակտը եւ այդ հմտությունը ճկունություն պիտի ունենաս ուղղակի, ինչը փորձն է։ Ամենակարևորը փորձը, որը նախորոք զգուշացում է, որ ցավոք սրտի դեռ ես վստահ եմ կարելի է ինչ-որ բաներ կազմակերպել եւ ես ինքս իմ հերթին պատրաստ եմ դրան նպաստել, որովհետև այսօր շատ մեծ պատիվ ունեմ պետական կոնսերվատորիայի երիտասարդների սիմֆոնիկ նվագախմբի, ուսանողական նվագախմբի հետ աշխատելու, որպեսզի դիրիժորը, ով ասենք թե ինչ որ մի սիմֆոնիա է, Բեթհովենի սիմֆոնիան է անցնում, որ հնարավորություն ստանա, հասկանա, թե ինքը ոնց կարող է այդ հնչողությունը իրականում իրականացնել լսելի դառնա, որովհետև այդպիսի բան եղել է մի անգամ անցյալ տարի, երբ մի կոնսերվատորիայի ուսանող ցանկություն հայտնեց չվախենամ ասել մեծամտորեն, որ ինքը շատ լավ տիրապետում է այդ սիմֆոնիան, հետո գալիս է կանգնում օրկեստրի առաջ, պարզվում է, որ այնքան էլ հեշտ չի։ Ինչ հմտություններ։ Կամայնությունը, հավատդ, որ ոգիդ, որ հավատաս, թե դու ինչ ես ուզում եւ շատ կոնկրետ պիտի իմանաս, թե դու ինչ ես լսում, քո գլխում ինչ է հնչում եւ դու պիտի դրան հասնես, բայց մի բան էլ պիտի պատմեմ, ինչ տեղի է ունեցել օրերս, մի երկու շաբաթ առաջվա բան եմ ասում, ես առհասարակ այնքան էլ չեմ սիրում կոմպրոմիսների գնալ, այսինքն եթե որոշել եմ, որ այս հնչողությունն այսպես պետք է լինի, փորձում եմ ամեն գնով, որպեսզի գոնե մոտենալ դրան, բայց նաև պիտի երաժշտին շանս տաս։ Ուրեմն այս ուսանողական երգչախմբում ես վստահ եմ, եթե հանկարծ լսի այդ երաժիշտ աղջիկը, անունը չեմ տա, որ չեմ կարող կոռեկտ չի լինի այդքան, շատ շնորհալի, շատ գեղեցիկ ձայնով գործիքը նվագում է եւ մենք պիտի ձայնագրենք այդ ստեղծագործությունը, մինչ այդ ձայնագրությունը ես զգացի, որ ինչ որ մի բան նենց չի, անընդհատ կիքսերով է նվագում եւ ինչ մեղքս թաքցնեմ, նույնիսկ մտքովս անցավ ծանոթ ընկեր երաժիշտներից ավելի հմուտ, ավելի պրոֆեսիոնալ հրավիրել, որ փոխարինեն իրեն, բայց տեղս չէի գտնում, որտեղ անպայման ուզում էի, որ ինքը նվագի եւ շանս տամ, որ ինքը աճի, այսինքն այդ հմտությունն էլ ինձ թվում է, որ շատ կարեւոր է, այսինքն մեջից հանես ինչ որ ինքը կարող է մաքսիմումով եւ ձայնագրության ժամանակ չէր ստացվում։ Հետո զգացի, որ հուզվեց, մոտեցա իրեն եւ արտասվում էր։ Ընկերուհին մոտեցավ ինձ, ասաց, գիտեք, պատերազմի ժամանակ ընկերն է զոհվել։ Չի կարողանում, խեղդվում է։ Եվ այստեղ Արփի ջան, քո հենց ոնց որ գիտեմ հոգեբան ես ի սկզբանե չէ եղել։
Եվ այդ հոգեբանի, չգիտեմ, հմտությունը նաև, չգիտեմ, միգուցե օգնեց, ասեցի, որ այս պահին, եթե նվագում ես, լույս ես ուղղում այդ տղային եւ ինքը անպայման քեզ կլսի եւ առաջին դուբլից գրեցինք ֆանտաստիկ գեղեցիկ ձայնով նվագեց աղջիկը, այսինքն ինձ համար, եթե հիմա հարցերից հիշում եմ, որ ինչի մասին որ պիտի խոսենք, հաջողություն, բան, ինչ-որ այսպիսի բաներ, ինձ համար սա հաջողություն է եւ սա մեծ նվաճում է, որովհետեւ երբ որ փոքրամարմին տենց գեղեցիկ աղջիկ կա, որ լրիվ մի հատ աշխարհ է փոխանցում, կարծում եմ, որ հենց սա է այս արվեստի հրաշքներից մեկը։ Ինչ պատմություններ Նատա ջան, իրոք է, որովհետև դες տիպիկ օրինակներ են, որ մեզ ոնց որ սիգնալներ են տալի, ինչա կատարվում մեր իրականության մեջ եւ ամեն մարդ դա մի ճակատագիր է, ամեն մարդու հետևում կանգնած է մի հատ մեծ ճանապարհ, որ ինքը անցել է եւ որի հետ ինքը առնչվում է, ուզած թե չուզած, եւ մենք ինչ-որ բաներ ենք ծրագրում այս կյանքում, բայց իրականում կյանքը անսպասելի բաներ է բերում մեր առջև։ Եվ այդ պահին իսկապես ճիշտ բառը, ճիշտ երկխոսությունը, ճիշտ ազդակը, որ դու ուղարկում ես այդ դիմացինին, կարող է իրեն շատ օգնել եւ իրոք բացել իրեն, որպեսզի ինքը գտնի ինչ-որ ճանապարհ, հա, իր դժվարին շփացության մեջ։ Մի փոքր իհարկե ես ուզում եմ ասեմ, որ երկրպագունները սկսեցին գրել, մենք բարևներ ունենք Ամերիկայից եւ մեզ ասում են, որ ուզում էի էդիտ անել, չստացվեց, նորից գրեցի Նատա ջան, հիանալի երաժիշտ, հրաշալի ու շատ գրագետ դիրիժոր, հիանալի ղեկավար ու պարզապես լավ մարդ, իսկ դրանց ամենակարևորն է, չէ, այս ամեն ինչի մեջ։ Երբեք չնահանջող ինքն իրեն ու իր կոչմանը, որպես ղեկավար ավելին չեմ հանդիպել կյանքումս, ձեզ հետ աշխատելը մեծ փորձ էր ու ինձ համար պատիվ, ձեզ շատ սիրում եմ, մաղթում եմ մեծ բեմեր ու մեծ հաջողություններ։ Ամենալավն եք եւ արժանին եւ աչում են վերջում։ Փաստորեն ասենց հերվից հերու ոնց որ ասենց ողջուններ են գալիս։ Օլանա գրել, Օլան։ Հա, Օլանա գրել, հա։ Չեմ ճանաչում Օլային, բայց գրել է, ինչ նշանակում է։ 10 տարի առաջ ստեղծեցի մի ճկնաղ հիմա չեմ ամաչում ասել, այսինքն այստեղ մի քիչ համեստությունը տեղին չի, որովհետև ես գտնում եմ, որ դա իմ հաջողությունը չի միայն, եւ որովհետև այդպիսի երաժիշտներ կարողացան համախմբվել եւ հիմա Ամերիկայում է աննախադեպ կազմեր, որովհետև այն ինչ որ ինձ բերեց դեպի դիրիժորություն, իմ խենթ գաղափարն էր, որ պիտի ձայնը եւ գործիքը կարողանամ միաձուլել եւ հիմա արդեն անցել է 10 տարի, գիտեք, ինչքան հնարավորություններ կան հիմա եւ YouTube-ով եւ այդպիսի ինֆորմացիան ինչքան արագ, ինչքան կարող ես նմանատիպ երևույթ չկա, ես կարող եմ համարձակ ասել այս մասին եւ կա հեղինակային իրավունք իմ, որովհետեւ եզակի է իր տեսակի մեջ, որտեղ այսպես սկզբունքը ասեմ, երգող գործիքներ եւ նվագող ձայներ։ Օլան հենց այս օրկեստրի ջութակահարներից էր։ Ինձ համար մեծ հաջողություն է, երբ վերջերս նորից այդ նվագախմբից մի ճկնաղ աղջիկ Սոնան ուղղակի ցանկություն հայտնեց, որ գա ուսանողական նվագախմբի հետ, այսինքն այդ կապը մենք նորից վերականգնենք, իրար հետ շփվենք երաժշտության միջոցով, ինչը ինձ համար ամենամեծ հաջողությունն ու չգիտեմ, երջանկությունն է։ Ես հիշեցի
Էդվարդ Միրզոյանի մի հարցազրույցի ժամանակ, երբ իմ համերգից հետո այդպես մոտեցան եւ կարծում եմ ինձ համար ամենամեծ կոմպլիմենտներից մեկը եղել է, երբ Էդվարդ Միխայելիչը ասեց, եթե Նատալիին ուզում եք ճանաչել, ասեց ես Բրամսի միջոցով սիրեցի Նատալիին եւ Նատալիի միջոցով ավելի սիրեցի Բրամսին։ Ես էսպես թևեր առա եւ ինձ համար դա նման մոտեցումից հետո այլևս իրավունք չունես այտենց հանձնվելու, երբ քեզ հավատում են։ Հապա իսկ վերջին նախագծերի մասին կպատմես, քո այն ինչ որ արել ես, այն ինչ որ պատրաստվում ես անես։ Վերջին նախագիծը չի անվանի այդքան նախագիծ, ինչքան հոգու պորտկում էր կարելի ասել։ Ես դա չեմ նախագծել, չեմ պլանավորել։ Առհասարակ շատ մտերիմներս, կարելի ասել ամենամոտ ընտանիքի անդամներ մեկ-մեկ ասում որ շատ իմպուլսիվ ես եւ երազանքներդ մեկ-մեկ տենց անիրականանալի են, դրա համար տխրությունը դել երբեմն ավելի է, քան ցանկալի, ասենք թե մտերիմների համար, որովհետեւ այն ինչ որ ես ուզում եմ, այն իդեալը ինչ որ ես տեսնում եմ, այն ինչ որ երբեմն անհնարին է թվում, դա իմ թերություններից է թերևս, բայց այն ինչ որ կատարվեց 9 օրվա ընթացքում, հիմա երբ հետ եմ նայում, անհավատալի էր, բայց իրականացավ եւ այն օրերը, ինչ մենք ապրեցինք մեր ժողովրդի, կամ պիտի գժվես, խենթանաս, կամ վեր կաց ու գործ արա։ Ու հենց այն պահից, որ որդուս ճանապարհեցի, ասեցի գնա։ Չէր քննարկվում դա, այսինքն ինքը կամավոր գնաց։ Իսկ մինչ այդ դե տեղյակ են շատերը, որ Գոհար սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի դիրիժորն եմ եղել եւ մեծ պատիվ ունեմ եւ երջանկություն ունեմ, որ այդ ամբողջ ռեպերտուարը շնորհիվ Գոհարի այն ինչ որ չեմ ամաչում ասել, որ ես չեմ տիրապետել եւ չեմ իմացել մինչ Գոհարի հետ առնչվելը, այսինքն բազմաթիվ չքնաղ երգեր հայկական, ես պարզապես չեմ լսել եւ չեմ իմացել։ Եվ Գոհարի շնորհիվ լսելի եղան ինձ եւ ավելի խորապես փորձեցի այդ երգերի միջոցով նաեւ տարածել։ Ու քանի որ Գոհարի ռեպերտուարում միշտ եղել են ռազմի երգեր, հաղթության երգեր, հաղթական երգեր, այսինքն իմ գլխի մեջ արդեն այն որ այդ կա հնչում է, արդեն դու գիտես այդ երգերը, հենց պատերազմի հաջորդ օրվանից իմ մոտ այդ իմպուլսը, որ sense հնարավոր չի, այսինքն բա այլ երգ պիտի հնչեն այդ երգերը, սկսած զինվորի մոր երգը, որտեղ ասվում է վերկաց որդյակ, զարդիր որդյակ, այսինքն շատ լավ է, ես միշտ բոլոր ինտերվյուներում ասում եի, որ հա հրաշալի է, երբ գեղեցիկ բեմերից, գեղեցիկ լուսավորություններով հնչում է այդ երգը, բայց սա հենց այն մասին է, որ հիմա պիտի հնչի, այսինքն ինչ ոնց կարելի է չկատարել, եւ իմ առաջին քայլը կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հետ հանդիպումներ, դե մանկուց ինձ համար սա մի աշխարհ է, որպես երաժիշտ, որպես մարդ, ուսուցիչ, անմիջապես արձագանքեց եւ այդ հնարավորությունը ընձեռնվեց, որ սիմֆոնիկ նվագախմբով կոնսերվատորիայի արա։ 9 օրվա ընթացքում մենք այս ռեպերտուարը արագ կերպով պատրաստեցինք, բայց ինչն էր ամենակարևորը, որ հիմա երևի ամենակարևոր հղումը կանեմ։
ապագա դիրիժորներին, ինչն է իմ նպատակը առհասարակ եւ ինչն է եղել փոքրուց իմ սերը, այսինքն եթե ինչ որ մի բան քո մեջ քեզ հանգիստ չի տալիս, լավ իմաստով լավ երաժշտություն ա մեջդ հնչում, դու անպայման ուզում ես դա փոխանցել, անպայման որպեսզի երգեն բոլորը։ Եվ իմ նպատակը այն էր, որ ոչ միայն նվագվի, այլ ոչ միայն հնչեն այս երգերը, այլ ժողովուրդը երգի, որովհետև սա ապացուցված փաստ է, որ երգելու ընթացքում, երբ որ մարդ երգում է, հատկապես այդ ռիթմիկ եւ ռազմի երգերը, երբ որ կատարում ես, քո վախի զգացողությունը չեզոքանում է, չկա, այսինքն դու միաժամանակ չես կարող երգել եւ վախի զգացողություն ունենալ, եւ ոգեշնչող այդ ռիթմը եւ ինչպես անվանեցինք մի երկ մի զարկ դառնանք, մենք դա արեցինք եւ այդ ելույթի ընթացքում, եթե ով նայել է, բնականաբար հենց սկզբից ամբողջ ժողովուրդը չէր երգում այդպես, քիչ-քիչ այն որ sense սկսում է այդ ռեզոնանսի մեջ մտնել, աստիճանաբար արթնանում է արյան այդ կանչը եւ վերջում են որ մի քանի անգամ արդեն այդ մի զարկը, որ դու քո պուլսը խփում հնչում է, այսինքն խփում է, հա, զարկերակը մի չափով է գնում, դա հզորագույն բան է, ինչի միշտ, հա, եւ հենց այս մեր պատերազմի ժամանակ քանի այդ որ բնատուր այդ պահանջը կա, բնականon է սա։ Եվ մենք իրականացրինք դա եւ իհարկե իմ խորը հավատն էր, որ երգենք եւ տղաս վերադառնան եւ դա փառք Աստծո եղավ։ Եվ նա վերադարձավ։ Նա վերադարձավ, այո։ Նատա ջան, մենք մի ժամա խոսում ենք, սովորաբար ես ավելի քիչ եմ խոսում, բայց այնց ոնց որ sense ոգևորիչ էիր ասում, որ ու ես դեռ լիքը հարցեր ունեմ, բայց հասկանում եմ, որ արդեն կչարաշահեմ Facebook-յան իրականությունը։ Ես ուզում եմ ոնց որ ասեմ, որ ես անընդմեջ երկարաժամկետ անդադար պատրաստ եմ քո հետ զրուցել, որովհետև քո յուրաքանչյուր բառ, քո յուրաքանչյուր շարժում, քո յուրաքանչյուր էներգետիկ sense հոսք, որ դու ուղարկում ես դեպի անվերջություն, իրոք տալիս է ոգևորվածություն եւ տալիս է զգացողություն, որ մենք ամեն ինչ կարող ենք անել, հա։ Ինչի համար ուզում եմ շնորհակալություն քեզ ասել։ Եվ ուզում եմ մի փոքր ամփոփել քո թույլտվությամբ, որովհետև ինչ որ բաներ եմ իմ մոտ գրել։ Ուզում եմ իմ ունկնդիրներին ասել, որ մեզ մոտ Նատալի Ներկայացյան, որը խոսած նոտաները արթնացնելու եւ հավերժության մասին, հավատն շնչելու մասին, նախատակտի արվեստի մասին, որ ցանկացած բան գերագույն հայցույթ պետք է պատճառի եւ այդ դեպքում ամեն ինչ կստացվի, կատարման կախարդության մասին, միասին շնչելու եւ կամայնության մասին, երաժշտությունը ազատություն է այդ բանի մասին, հավատա թե ինչ ես ուզում եւ գլխում ինչ պիտի հնչի դրա մասին, այն բանի մասին, որ ցույց կոմպրոմիսներ, աճելու շանս տալու մասին, ձայնը եւ գործիքը միաձուլելու մասին, եւ եթե ինչ-որ բան քեզ հանգիստ չի տալիս, անպայման դա փոխանցելու մասին եւ ամենակարևորը ժողովուրդ ջան, որ մարդը երբ երգում է, վախը չեզոքանում է եւ եկեք զարկերակը մի զարկով գնանք, հա, եկեք այդ զարկերակը իսկապես գտնենք եւ իսկապես Նատալիի խոսքերը զարկերակի մասին, sense ուղղակի զարկերակի նման իմ գլխում արձագանքեցին եւ ինձ թվում է, որ մեր ուրբաթ օրը ստացվեց, մեր ուրբաթ երեկոն ստացվեց։ Շատ շնորհակալ եմ Նատա ջան, որ եկար, շատ շնորհակալ եմ, որ մանկությունից կաս եւ շարունակում ես անել այն ինչ եւ քեզ շատ-շատ սիրում եմ։
Փոխադարձ Արտիջան եւ հրաշալի է որ բացի երաժշտությունից փաստորեն եթե հաջողվեց խոսքով էլ ներշնչել եւ ինչ որ ոգեշնչել Մենք բազմաթիվ կոմենտներ ունենք, որը հետո կկարդանք, որտեղ լիքը մարդ քեզ բարևում է, լիքը մարդ ասում է, որ դու ոնց որ շատ կարևոր մարդ ես իրանց կյանքում։ Եվ մաղթում եմ բոլորին լավ շաբաթ կիրակի օր, ասում եմ, որ մենք մյուս ուրբաթ նորից կհանդիպենք եւ մեր հյուրը նույնպես կլինի շատ հետաքրքիր։ Նատալիին մաղթում եմ լավագույն հաջողությունները եւ այդ ողջավորվածությունը, որ ինքը ստանում է իր մասնագիտությունից, որպեսզի կարողանա փոխանցել հաջորդ սերունդներին, բոլոր նրանց, ովքեր ուզում են այս մասնագիտությունը ընտրել, Նատալի, խնդրեմ, կարող եք իրեն գտնել եւ իրանից խորհուրդներ հարցնել, իսկ ովքեր որ ու պարզապես մեզ լսում էին հետաքրքրությունից ելնելով, ուզում եմ ասեմ, որ շատ ձեզ սիրում եմ եւ անհամբերությամբ կսպասեմ մեր մյուս հանդիպմանը։ Ստեսություն, կհանդիպենք։ Հաջողություն։